Այս զեկույցը, որը շուտով մենք ներկտնենք հղումը, որը հասանելի արդեն մեր կայքում, ի տարբերություն մեզ մյուս աշխատությունների, ինչի վրա մենք ուշադրություն ենք դարձել նախորդ տարիներին, մեծ հաշվով մեկ գործի օրինակով, անգլերեն կա case study հասկացությունը, այդ օրինակով մի քանի հարցերի անդրադառնալու փորձ էր, առաջինը ընդհանրապես արդարադատությանը որպես գործիք, երկրորդը շատ կարևոր հանրային հաշվետվողականության հանգամանքին, եւ մինչև մնացած ինաստերը կուզեմ ուղղակի հանուր ամփոփենք, տեսեք, մենք խոսում ենք մեծ process-ի մասին, որտեղ կա շահագրգռվածություն պետական ամենաբարձր պաշտոնյայի իր համբավի, չէ, եւ բնականաբար նաեւ իր ենթակաների, այս դեպքում ասենք օրենքով անձնմխելիության խնդիր։ Հետևաբար մեծ շահ այս դեպքում բախվում է մի քաղաքացու, այս դեպքում իր այսքան նաև հարազատների եւ հաջորդների արտարության ակնկալիքի հետ։ Երբ որ իրավապաշտպանները պարբերաբար խոսում են տարբեր մարդու իրավունքների, քաղաքական իրավունքների արդար դատաքննության վիճակի վատթարացման մասին, դատական համակարգի նկատմամբ լծակների ուժեղացման, ուժային կառույցների ենթարկացման, այդ պայմաններում այդ ամբողջ շնշուն գործիքների արդյունքում արդարադատությունը որպես գործիք սկսում է կորցնել իր որակը։ Պատկերացրեք դանակը, որ սկսում է բթանալ կամ ժանգոտել։ Եվ եթե այդ գործիքի այդպես ձևափոխման նպատակն է հասկանալի է, որպեսզի տվյալ պահին իշխանություն ունեցողները կարողանան առավել անկաշկանդ օգտվել եւ ավելի պաշտպանված իրենց զգալ, ի հաշիվ քաղաքական դիմադիրների, մրցակիցների եւ այլն, գործիքի վնասումը հետագայում անդրադառնում է այն մարդկանց իրավունքների վրա, ովքեր կարող են հայտնվեն ամբողջությամբ ապաքաղաքական, ամբողջությամբ պատահական իրավիճակում, դուժեն դրանից եւ հանկարծ բարձր որ այդ գործիքը այնքան է ժանգոտել, որ այլևս չի կարողանում իրենց իրավունքները պաշտպանել։ Այստեղ մենք չենք կարող չխոսալ, թե ամբողջությամբ տրամաբանություն վերում է դրան հանրային հաշվետվողականությունը։ Ինքը այսպես գիտեմ, որ թվում է բավական անհետաքրքիր բառ, բայց հանրային հաշվետվողականությունը լայն, շատ լայն հասկացություն է, դա միայն այն չի, թե պետությունը ինչի վրա ծախսեց բյուջեն, դա միայն այն չի, թե ինչ բանակցեցին, ինչ որ միջազգային ձեռքբերումներ եւ այլն կամ մնացած կորուստներ, ձեռքբերումներ, թե ինչ, հանրային հաշվետվողականությունը ցանկացած պետական պաշտոնյայի իրենց առնչվող գործունեության մասին հանրությանը լավ թե վատ, բավարարող թե չբավարարող տեղեկության բարեխիղճ փոխանցումն է նաեւ։ Ես այս զեկույցի ընթացքում հիշեցի, փորձեցի գտնել ու գտա 2019 թվականին նույն հանրային հաշվետվողականության արդիվ վարչապետը իր իշխանության 1 տարվա ուրեմն լրացման արդիվ ներկայացնում էր 100 փաստ Նոր Հայաստանի մասին, եթե չեմ սխալվում 91-րդ փաստն էր, որ վարչապետի ավտոշարասությունը կանգնում է կանաչ լույսի առջև, զիջում է մարդկանց, եթե օբյեկտիվորեն շտապելու կարիք չունի։ Մենք այստեղ փաստորեն գիտենք, որ օբյեկտիվորեն շտապելու կարիքը, եթե այս դեպքում չկար, որովհետև եւ ընդհանուր, այսպես ասեմ, այս դրա մասին խոսակցության ժամանակ տարբեր մարդկանց հետ մի փաստ արձանագրեցին, որ այդ հատվածում, եթե արժու էին շտապում, ընդամենը 2-3 րոպեի տարբերություն պիտի լիներ, եթե իրենք դանդաղ քշեին, օրինակ, չգիտեմ, 60 կիլոմետր ժամանակությամբ քշեին։ Այս դեպքը սրա մասին է։ Եվ մյուս դեպքերն ուներ սկզբունքորեն չպիտի պաշտոնյայի անվտանգությունը վտանգի ամեն առիթով վտանգի մյուս քաղաքացիների, բոլորս հավասարազոր իրավունքներ ունենք, եւ մեկի կյանքի գնով չպիտի պաշտպանել մյուսի կյանքի գինը, եթե դրա կարիքը ընտրության խիստ կարիքը չկա, այսպես ասենք։ Եվ ինչ ենք տեսնում հանրային հաշվետվողականության վերաբերյալ հետագա զարգացումների համատեքստում։ Միջադեպից կարճ ժամանակ անց փոխվում է, ինչպես Մարիամը արդեն պատմեց, Տաթևը, փոխվում է այն կարգը, որոշումը, որը նախատեսում է ավտոշարասյուների առավելագույն արագությունները, եւ եթե առաջ կար լեգալիստական տալի իմաստով վերին շեմ, հիմա որոշ դեպքերի համար շեմը ընդհանրապես հանվել է։ Չէ, սպառնա հարցակման կամ հարցակման անմիջական սպառնալիքի պարագայում ավտոշարասյան վերին արագության շեմ ուղղակի այլևս գոյություն չունի։ Կարող են շրջանցել ու այստեղ խնդրում եմ ասես ինչ հնարավորություն է տալիս, ինչ մեկնաբանության, միգուցե այս սպառնալիքների հետ կապված, որտեղ ոնց հասկանում եմ, ինչպես կուզեն կարող են մեկնաբանել։ Այստեղ կարող է երկու տարբերակ կարող ենք ունենալ։ Մի տարբերակը միջադեպից հետո իրանք տեսան կա օրենքի սխալ, ինչպես նորմալ երկրներում լինում է, ու փորձում ենք սխալը ուղղել։
Մյուս տարբերակում փորձում ենք պատասխանատվությունից խուսափել եւ փորձում ենք հանել աշխատողականությունը ել ավելի իջացնել։ Մի հատ օրինակ ուղղակի հիշում եմ, որը շատ նման էր լուծումով, ճակերտավոր ասած լուծումով, եթե հիշում եք 2024 թվականի հունիսի 12-ին ազգային ժողովի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ, երբ որ ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ, լրագրողների կադրերից մենք տեսանք, որ այնտեղ կային նռնակների տեսակներ, որոնք այդ բան չունեն նորմատիվներ հաստատված։ Այսինքն իրենց կիրառությունը օրենքով հիմնավորված չի։ Եվ հարցումներ էին անում այդ ժամանակ ներքին գործերի նախարարությանը, ոստիկանությանը, ինչ նռնակները կիրառել, ինչ հատուկ միջոցներ։ Մեկ ամիս ցկելով պատասխանները, վերջում պարզապես փոխվեց գաղտնիության կարգը եւ այլևս ձևակերպում այսպիսին էր, եթե չեմ սխալվում, անկարգությունների ժամանակ ոստիկանության կիրառած միջոցառումների մասին տեղեկությունը այլևս գաղտնի է։ Ինչի եմ այս օրինակը բերում։ Այստեղ կա երկու գնահատման առարկա։ Որն է սպառնալիքը եւ սպառնալիքի վտանգը, որը պետքա ով գնահատի, ինչ իրավիճակում, չէ՞։ Ու ինչպես է հաշվետու լինելու, մենք կարող ենք հետագայում ստուգել, որ Շահրասյան պատասխանատուն գնահատել էր ելնելով այս չափանիշներից եւ դա օբյեկտիվ էր։ Թե դա լինելու է պարզապես դե մենք գտանք, որ կա սպառնալիք, մենք չենք ասի, որ նա սպառնալիք, դա գաղտնիք է եւ անցնում գնացինք։ Ինչպես օրինակ հատուկ միջոցների պարագայում, եթե հիմա կիրառվեն ու մենք հարցում անենք, կարող է պատասխանեն, որ գիտեք, զանգված են անկարգություններ, հետեւաբար մենք իրավունք ունենք ձեզ չտալ այդ տեղեկությունը։ Բայց դուք ինչպես եք գնահատում դա զանգված են անկարգություններ։ Օրինակ հունիսի 12-ին այդպես այդ ժամանակ գնահատվեց, բայց մինչ օրս մենք տեսնում ենք եւ տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները անընդհատ խոսում են անպաշտպանության մասին այդ հարցով եւ որ բռնություններ կիրառած ոստիկաններից որևէ մեկը դեռևս պատշաճ պատասխանատվության չի ենթարկվել։ Սրանք խոսում են հանրային աշխատողականության ընդհանուր խնդրի մասին, տեսեք մենք Մարիամը ասաց հակառակ պարագայում միշտ տրամաբանական կլիներ ներկայացնել ձայնագրությունները, չէ, որպեսզի պարագային տարբեր կասկածներ։ Շատ լավ